Ողջույն սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ հունիսի 7-ին Հայաստանում վարչապետի ընտրություններն են։ Եվ մենք ցավոք հետևում ենք, թե ինչպես է Նիկոլը մեր երկիրը տանում դեպի թուրքացում։ Մինչ այդ միշտ մենք հպարտացել ենք, որ մենք ամենահին քրիստոնյա ստեղծող արարող ազգերից ենք։ Իսկ Նիկոլը ամեն ինչ փոխում է։ Նա վարքաբեկում եւ ստորացնում է մեր ազգը։ Եթե մենք լռենք, դա այդպես էլ կմնա։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք իրոք այն ազգն ենք, որը չի հանդուրժի նսեմացումը։ Հայ թույլ չի տա, որ մի շիզոֆրենիկ սրիկա մեր պատմությունը փոխի եւ մեզ ներկայացնի որպես ստորացված ազգ։ Մենք հայերս ստիպված դուրս ենք եկել մեր հայրենիքից ընտանիք պահելու ու 1-2 կոպեկ վաստակելու համար։ Բայց մենք ամեն ինչ տեսնում ենք, թե ինչպես խաբեությամբ իշխանության եկածները մեզ դրել են էշի տեղ, երկիրը մաս-մաս են անում ու վաճառում են մեր հողերը։ Երկրի տեր ու տիրակալներն էլ անինքնասեր, ոչ մասնագետ, թուրքի կոշիկ լիզողներն են։ Հունիսի 7-ին, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է վերադառնանք ու տեր կանգնենք մեր երկրին, մեր արժանապատվությանը։ Վաղ թե ուշ մենք բոլորս վերադառնալու ենք, բայց ես չեմ ուզում, որ մենք վերադառնալուց վերադառնանք թուրքացած երկիր կամ էլ վերադառնալու տեղ չլինի, ինչպես եղավ Արցախի հետ։ Կոչ եմ անում բոլորին հունիսի 7-ին լինել Հայաստանում, Երևանում եւ մերժել այդ սրիկաներին, ձեր ձայնը տալով Սամվել Կարապետյանին։ Միայն նրան, իրական ընդդիմադիր ուժին։ Մնացածին ձեր ձայնը տալով դուք փոշիացնելու եք ձեր ձայնը, որովհետեւ միայն Սամվել Կարապետյանի դաշինքը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Ասեմ նաեւ, չմասնակցելով դուք ձեր ձայնը տալիս եք Թուրքին։ Ուզում եմ հատուկ դիմել այն կայացած մարդկանց, ովքեր հասել են բարձրունքների, բայց դեռ իրենց քաղաքացիական խոսքը չեն ասել։ Ժամանակը վաղուց արդեն անցել է, երբ կարելի է ասել ես քաղաքականությունով չեմ զբաղվում։ Դա նույնն է, որ ասես ես իմ երկրով չեմ զբաղվում։ Վաղը արդեն ուշ կլինի։ Ժամանակն է խոսելու, արտահայտվելու եւ ձեր քաղաքացիական խոսքը ասելու իշա մեր հայրենիքի։ Հիշեք, եթե դուք չեք մասնակցում, ապա ձեր տեղը մասնակցում են խելքը թափած զոմբիները եւ ձեր երկրի ճակատագիրը նրանք են որոշում։ Սա մեր երկրի լինել չլինելու հարցն է։ Գնացեք եւ փրկեք մեր երկիրը, որովհետեւ սա մեր վերջին հնարավորությունն է։ Գնացեք եւ փրկեք հունիսի 7-ին։